Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 19-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Այսօր կշարունակենք ուսումնասիրել անընդհատ ֆունկցիաների հատկությունները։ Անընդհատ ֆունկցիաների հատկությունները։ Ուրեմն վերհիշենք նախորդ դասախոսության ամենավերջի պահը, երբ ներմուծեցինք կապակցված բազմության հասկացողությունը։ Ուրեմն ունենք x բազմություն RM-ից։ Այսինքն, ինչպես միշտ մենք կդիտարկենք ֆունկցիա x բազմության վրա, որ արժեքները ընդունում է Rn-ում։ Ու վերջի անգամ ներմուծեցինք հետևյալ հասկացողությունը, գծայինորեն կապակցված բազմության հասկացողությունը սահմանում։ Մենք ասենք, որ x-ը կամ պարզապես կապակցված է, քանի որ ուրիշ տեսակ կապակցվածություն չենք ուսումնասիրելու, x-ը կապակցված է եթե տեղի ունի հետևյալը, այս սահմանման, ցանկացած AB կետերի համար x-ից գոյություն ունի անընդհատ ֆունկցիա 0,1 միջակայքից դեպի x բազմությունը անընդհատ, այսինքն լավ եկեք գրեմ դեպի Rn անընդհատ այնպիսի, որ տեղի ունի հետևյալը, ուրեմն 0 կետում մենք ստանում ենք am, 1 կետում ստանում ենք ven եւ ցանկացած t-ի համար 0,1-ից գամմա t-ն պատկանում է x-ին։ Այս դեպքում կասենք, որ բազմությունը կապակցված է կամ գծայինորեն կապակցված։ Այսինքն ինչ է նշանակում գծայինորեն կապակցված, նշանակում որ ցանկացած երկու կետի համար չենք պահանջում, որ հատվածը իրանց միացնող լինի ամբողջությամբ x-ի մեջ, այդ դեպքում բազմությունը կլներ ուռուցիկ, պարզապես կապակցվածություն, այսինքն կարող ենք միացնել երկու կետը անընդհատ կորով։ Ուրեմն կապակցված բազմությունների համար, անընդհատ ֆունկցիաների համար տեղի ունի հետևյալը, ոնց որ մեկ փոփոխականի ֆունկցիայի համար կա միջանկյալ արժեքի թեորեմը։ Թեորեմը ասում է հետևյալը, թեորեմ ուրեմն դիցուկ x-ը կապակցված է դիցուկ x-ը կապակցված է f-ը հիմա ինքը որոշված կլինի x-ից r, այսինքն սկալար ֆունկցիա է, f-ը անընդհատ։ Ապա ցանկացած a եւ b կետերի համար x-ից եւ ցանկացած c-ի համար, որը պատկանում է f-a fb փակ միջակայքին, եթե fb-ն ավելի փոքր է, քան f-ան, ապա սրանք տեղերով պետք է փոխել։ Գոյություն ունի x, որը պատկանում է x-ին, այնպես որ fx-ը հավասար է c-ի։ Այսինքն ցանկացած միջանկյալ արժեք անընդհատ ֆունկցիան պարտավոր է ընդունել։ Որտեղից է գալիս այս արդյունքը։ Սա գալիս է նույն արդյունքից մեկ չափանի դեպքում։ Եկեք արագ ապացուցենք ես։ Ուրեմն ապացույց։ Անում ենք ամենաբնական բանը, որ կարելի է մտածել։ Եթե ունենք a եւ b կետեր x-ից, ապա կարող ենք գտնել գամմա անընդհատ կոր,
0-1-ից x, այնպես որ գամմա 0-ն հավասար է a-ի և գամմա 1-ը հավասար է b-ի։ Հիմա նայենք նոր ֆունկցիա, j ֆունկցիան, որը գնում է 0-1-ից r և t-ին համապատասխանության մեջ է դնում f գամմա t-ն։ Մենք ունենք x բազմությունը, x-ում ունենք երկու կետ, a-ն և b-ն, կառուցեցինք գամմա արտապատկերումը, որը 0-1 հատվածը արտապատկերեց 0-1 հատվածը արտապատկերեց x-ի մեջ, ստացանք ինչ-որ մի կոր, և ունենք f արտապատկերումը, f ֆունկցիան, որը գնում էր x-ից r, այսինքն սրանց համադրույթը j-ն f համադրույթ գամմա կլինի արտապատկերում 0-1-ից 0-1 է, ոչ թե 0-0, 0-1-ից r արտապատկերումը։ Մենք գիտենք, որ անընդհատ ֆունկցիաների համադրույթը անընդհատ է, այսինքն մեր j ֆունկցիան 0-1-ից r կլինի անընդհատ։ Մեկ փոփոխականի ֆունկցիաների համար մենք ունենք միջանկյալ արժեքի թեորեմը։ Ուրեմն j-ն անընդհատ է, j-ն անընդհատ է, հետևաբար միջանկյալ արժեքի թեորեմի համաձայն ցանկացած c-ի համար, որը պատկանում է j0 j1 հատվածին, էլի նույն դիտարկմամբ, որ եթե հանկարծ j1 ավելի փոքր է, քան j0-ն, ապա տեղերով պետք է փոխել, գոյություն ունի այնպիսի t 0-1 հատվածից, որ j-t-ն հավասար է c-ին։ Հիմա ուշեմ այս թեորեմին բոլորն են ծանոթ, որ ցանկացած անընդհատ ֆունկցիան ընդունում է երկու արժեքների միջև գտնվող ցանկացած արժեք։ 0-1 հատվածի վրա ունենք անընդհատ ֆունկցիա, նայում ենք արժեքները 0-ում և 1-ում, այդ երկուսի երկու արժեքների արանքում գտնվող ցանկացած արժեք մեր անընդհատ ֆունկցիան ընդունում է։ Այսինքն գոյություն ունի այնպիսի t, որ j-t-ն հավասար է c-ին։ Ուրեմն ինչ ենք ստանում, ստանում ենք, որ f գամմա, հենց այս t, լավ, եկեք t աստղանիշ նշանակենք, t աստղանիշը հավասար է c-ի, հիմա եթե սրա անուն դնեմ x, x-ը կլինի մեծ x բազմության տար, և կստանամ, որ fx-ը հավասար է մեր c-ին։ Բացի դրանից, ով էր այս j0-ն, j0-ն հավասար է f գամմա 0 հավասար է f-ա, և j1-ը հավասար է f գամմա 1 հավասար է fb։ Համաձայն մեր գամմայի հատկությունների, որ 0 կետում հավասար է a-ի և 1 կետում հավասար է b-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած c կետի համար, c արժեքի համար, որը գտնվում է f-ի և fb-ի արանքում, ես կարող եմ գտնել այնպիսի x կետ, որ fx-ը հավասար լինի c-ի։ Սրանով թեորեմի ապացույցն ավարտվում է։ Եկեք մի երկու օրինակ նայենք կապակցված և չկապակցված բազմությունների վերաբերվող։ Ուրեմն, օրինակներ, արդյոք հարցեր կան այս թեորեմի մասին։ Դատվենք օրինակներ։ Առաջի օրինակը վերցնենք a կենտրոնով և r շառավղով բաց գունդ։ Ես մտնում եմ, որ այս գունդը կապակցված բազմություն է։ Իրականում ցույց կտամ ավելին, որ գունդը ոչ միայն կապակցված է, այլև ուռուցիկ է։ Ուրեմն որն է ուռուցիկության և կապակցվածության տարբերությունը։ Եմ սահմանում։ Ես կասեմ, որ x-ը ուռուցիկ է, x-ը, որ ընկած է r-ի մեջ, ուռուցիկ է, եթե տեղի ունի հետևյալը,
ցանկացած AB կետերի համար x-ից A-ն B-ին միացնող հատվածը ընկած է ամբողջությամբ x-ի մեջ։ Ինչ է նշանակում այս։ Սահմանման այս հետևյալ կետերի բազմությունն է։ Ես վերցնում եմ A գումարած T անգամ B հանած A, որտեղ T-ն պատկանում է 0,1-ին։ Այսինքն ես սահմանում եմ պարզապես սրա համար։ Եթե ես ունեմ AB կետեր ինչ-որ տարածության մեջ, R-ի մեջ, ապա այս ձևով հատված AB, արդեն հատվածի մասին չի խոսքը, քանի որ մենք R-ի վրա չենք, բայց սեգմենտի մասին է խոսքը, այսինքն A և B կետերը միացնող ուղիղ գիծը, հեշտ է հասկանալ, որ ես կարող եմ իրան ներկայացնել այս պարամետրական տեսքով, A գումարած T անգամ B մինուս A, այսինքն A-ին գումարում եմ B հանած A վեկտորը, ինչ-որ T գործակցով, երբ T-ն հավասար է 0-ի ես ստանում եմ A-ն, երբ T-ն հավասար է 1-ի ստանում եմ B-ն, մյուս արժեքների դեպքում ստանում եմ AB հատվածի մեջ կետերը։ Ես սրա սահմանումն էր։ Ուրեմն, եկեք ցույց տանք, որ BAR-ը ոչ միայն, պարզ է, որ եթե ինչ-որ բազմություն ուռուցիկ է, ապա մասնավորապես կապակցված է, քանի որ այս ֆունկցիան ակնհայտորեն անընդհատ է 0,1-ից AB, 0,1-ից x։ Եկեք ցույց տանք, որ այս բազմությունը ուռուցիկ է։ Իրականում ստեղ ինչ-որ բան ենք օգտագործում, որ այսօր ենք կարելի ասել ուսումնասիրելու RM գծային տարածությունը, բայց ուզում եմ բոլորը ծանոթ են, թե ինչ գործողություններ կարելի անել վեկտորների հետ։ Ոչ միայն R3-ում, R2-ում, այլ RM-ում։ Եթե ես ունեմ RM տարածությունը, ապա վեկտորները կարող եմ գումարեմ և բազմապատկեմ թվերով։ Ճիշտ է, եթե ունեմ XY, որը պատկանում են AB-ին, որտեղ նույնիսկ այս գրելու համար ես պարտավոր եմ գործողություններ սահմանել վեկտորների վրա։ Այդ դեպքում կարող եմ անել հետևյալը, x գումարած y-ը կլինի x1 գումարած y1, xm գումարած ym կոորդինատներով վեկտորը, և եթե ուզում եմ բազմապատկել ինչ-որ c թվով, որտեղ c-ն պատկանում է r-ին, ապա կոորդինատներից յուրաքանչյուրը բազմապատկվում է այդ նույն c թվով, cxm։ Շատ լավ, հիմա եկեք ցույց տանք, որ BAR-ը ուռուցիկ է, վերցնում եմ երկու կետ, վերցնում եմ B1 և B2 կետերը, B1, B2 կետերը, որոնք պատկանում են գնդին, ու նայում եմ իրանց միացնող հատվածը, այսինքն վերցնում եմ ցանկացած T կետ, որը պատկանում է 0,1 հատվածին, և նայում եմ B1 գումարած T անգամ B2 հանած B1 կետը։ Ես ուզում եմ ցույց տամ, որ սա պատկանում է BAR-ին։ Գրաֆիկորեն ես համարյա ակնհայտ է։ Որովհետև եթե ես A կետն է, սա B1-ն է, սա B2-ն է, ապա այս հատվածը ամբողջությամբ կընկած կլինի գնդի մեջ։ Անալիտիկ ձևով ինչ ենք անում, վերցնում ենք հեռավորությունը B1, այս կետի անուն դնենք, ասենք XT, ես ուզում եմ հաշվել հեռավորությունը XT-ից A։ Ինչ կարող եմ անել, կարող եմ գրել, որ սա հավասար է հեռավորություն 1 հանած T B1 գումարած T անգամ B2 A կետից, ինչ-որ T կետ է ստեղ, վերցրեցի սա։
Եք անել այս տեսքով ներկայացնեմ, D մեկ հանած T B1 գումարած T B2 եղել մեկ հանած T A գումարած T A բնականաբար ոչի բան չփոխեցի հիմա եթե ես գրեմ այս արտահայտության ավելի բացահայտ արժեքը ինչ կստացվի գումար J-ն հավասար է 1-ից M մեկ հանած T B1 J-երորդ կորդինատ գումարած T անգամ B2 J-երորդ կորդինատ և նույն բանը I-ի համար հանած մեկ հանած T AJ գումարած նորից հանած T անգամ AJ այս ամեն ինչի քառակուսին և 1/2 Հիմա այս երկուսը վերցնում եմ իրար հետ, այս մյուս երկուսը իրար հետ ինչ է ստացվում, ստացվում է գումար J-ն հավասար է 1-ից M մեկ հանած T B1 J հանած AJ գումարած T անգամ B2 J հանած AJ այս ամեն ինչը քառակուսի և 1/2 Բայց հեռավորության համար մենք ապացուցել էինք եռանկյան անհավասարությունը այսինքն սա փոքր կամ հավասար է փոքր կամ հավասար է հետևյալից գումար J-ն հավասար է 1-ից M մեկ հանած T B1 J հանած AJ այս ամեն ինչը քառակուսի 1/2 և նույն բանը մյուսի համար գումար J-ն հավասար է 1-ից M T B2 J հանած AJ քառակուսի 1/2 Տպավորություն է, որ ամենաօպտիմալ տարբերակը չընտրեցի ապահովության համար, բայց ուրեմն պարզ է ինչ է տեղի ունենում Ես ընդամենը օգտագործում եմ հետևյալ անհավասարությունը, որ D X գումարած Y-ը 0 կետից չի գերազանցում DX0 գումարած DY0 Եռանկյան անհավասարության տարբերակներից մեկն է որովհետև dx գումարած y 0-ն նույնն է, որ այո, dx գումարած y 0-ն ես նույն բանն է գրած, ինչ որ dx մինուս y-ը հեռավորությունը x գումարած y-ի և 0-ի մեջ նույնն է, ինչ որ հեռավորությունը x-ի և մինուս y-ի, պարզապես գրեք բաները, սրա սահմանում և սրա սահմանում կստանաք նույն բանը, իսկ սա փոքր կամ հավասար է dx0 գումարած d մինուս y0, բայց d մինուս y0 նույնն է, ինչ որ dy0-ն, այսինքն ունենք ես անհավասարությունը, ստեղ էլ եթե մեկ հանած T-ն հանում եմ ընդհանուր, ինչ եմ ստանում, ստանում եմ մեկ հանած T, ինչ է մնում փաղաքների մեջ, փաղաքների մեջ մնում է B1-ի և A-ի հեռավորությունը, D B1-ա և գումարած T անգամ D B2-ա, բայց սրանցից յուրաքանչյուրը փոքր է եռից, քանի որ B1-ը և B2-ը գնդում են, սրանցից յուրաքանչյուրը փոքր է եռից, այսինքն 1 մինուս TR գումարած TR, ստացվում որ սրանք գումարը փոքր է եռից։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ BAR գունդը ուռուցիկ է և հետևաբար
գծայնորեն կապակցված։ Եկեք նայենք երկրորդ օրինակը։ Եկեք նայենք նույն բանը սֆերայի համար։ Բայց որովհետեւ մի քիչ ավելի հեշտ լինի, եկեք նայենք այդ դեպքը, երբ r հավասար է 0-ի։ Ուզում ցույց տալ, որ սֆերան կապակցված է։ Այսինքն ունեմ հետևյալը։ Սֆերայի նման չէ, բայց նորից փորձեմ։ Ուզում ցույց տալ, որ սֆերան գծայնորեն կապակցված է։ Դրա համար բավական է ցույց տալ, որ ցանկացած կետ ես կարող եմ կապել, այսինքն միացնել անընդհատ արտապատկերմամբ, ասենք 1 0 0 0 կետի հետ։ Այսինքն վերցնում եմ ցանկացած կետ, ասենք B կետը, որը ունի B1 B M կոորդինատները։ Ինչ գիտեմ սրա մասին, ես գիտեմ, որ գումար BG քառակուսին հավասար է 1-ի, քանի որ կետը գտնվում է սֆերայի վրա։ Ուզում ցույց տալ, որ ցանկացած կետ կարող եմ միացնել այս տրված կետի հետ։ Մենք սրանում դնենք A։ Ասենք ինչ է պետք անել։ Օրինակ կարող եմ անել հետևյալը, բոլորը դիմաց ինչ որ մի հատ բոլոր, այսինքն ես ուզում եմ այս բոլոր կոորդինատները դարձնեմ 0, բացի այս 1-ից, որը ուզում եմ դարձնել 1։ Ինչ կարող եմ անել, կարող եմ վերցնել անել հետևյալը, գամմա տեն հավասար է, եկեք բոլոր կոորդինատների դիմաց մի հատ տե դնեմ, ստեղ էլ անհայտ գործակից դնեմ, այնպես որ ստացվի կետ սֆերայի վրա։ Այսինքն դնում ենք ինչ որ մի, ասենք C, որը կախված է T-ից, կամ կարող եք նույնիսկ իմաստունի B1-ը դնել։ Եկեք դնենք, տեսնենք ինչ կստացվի։ T B2 T BM։ Ես ուզում եմ, որ ցանկացած, ուրեմն ինչ ունեմ այս գործակիցների CT-ի համար։ Ես ունեմ, որ 0 կետում ես պետք է ստանամ B կետը, այսինքն C0-ն հավասար է B1-ի, չէ, ներողություն, C1-ն է հավասար B1-ի, մեկ կետում հավասար է B1-ի։ Եվ դնում եմ T-ն հավասար է 1-ի, ես ստանում եմ բանը, B կետը, եւ C-ն 0 կետում պետք է ստանամ A, այսինքն բոլոր կոորդինատները ստեղ 0 են, դրա համար է T-ն տրված, C0-ն էլ պետք է հավասար լինի A-ի։ Ու բացի դրանից ես ուզում եմ ստանալ կետ, որը գտնվում է սֆերայի վրա, այսինքն CT քառակուսի գումարած T քառակուսի B1 քառակուսի գումարած եւ այլն, գումարած T քառակուսի BM քառակուսի պետք է հավասար լինի այս ամեն ինչը 1-ի։ Ինչ ստացվի, չհասկացա։ Ստացվում է CT-ն հավասար է։ Չէ, բայց մի րոպե, CT-ն C0-ն A-ի հավասար չէ, C0-ն կետ է, ինքը պետք է հավասար լինի 1-ի։ Մեր ան կետ է սֆերայի վրա։ Ես ուզում եմ առաջի կոորդինատը հավասար լինի 1-ի, երբ T-ն հավասար է 0-ի։ Երբ T-ն հավասար է 1-ի, կոորդինատ պետք է հավասար լինի B1-ի։ Այսինքն ստանում եմ, որ CT-ն հավասար է քառակուսի արմատ 1 հանած T
քառակուսի B1 քառակուսի եւ այլն հանած P քառակուսի P քառակուսի BM քառակուսի։ Հեշտ է նկատել, որ ստեղ ինչ որ գրված է, ինքը մեկից փոքր է, այսինքն քառակուսի արմատը իմաստ ունի, քանի որ մեր կետը գտնվում է սֆերայի վրա։ Այսինքն ցանկացած B կետ ես անընդհատ կորով կապեցի I հետ, որտեղից կարող եմ եզրակացնել, որ սֆերան գծայնորեն կապակցված է։ Եկեք եւս մի օրինակ նայենք։ Հիմա ես նայում եմ RM-ից հանած սֆերան, ասենք սրանում դնենք X։ Ցույց տանք, որ X-ը գծայնորեն կապակցված չի, ուրեմն կապակցված չի։ Ուրեմն ելի նայում եմ այն դեպքը, երբ անհավասար է 0-ի, քանի որ երբ անհավասար չի 0-ի, պարզապես տեղափոխություն է տեղի ունենում։ Ես ուզում եմ ցույց տալ, որ սա գծայնորեն կապակցված չի։ Օրինակ, ապացուցենք, որ ես չեմ կարող X-ը անհավասար է 0 կետը կապել ինչ-որ մի B կետի հետ, որի հեռավորությունը I-ից, այսինքն 0-ից, որի հեռավորությունը 0-ից մեծ է R-ից, շարավղից։ Այսինքն վերցրեցի, ես նույն նկարի վրա եկեք նայենք, ես վերցրեցի A կետը, որը հավասար է 0-ի, վերցրեցի B կետ, որը գտնվում է գնդից դուրս, քանի որ հեռավորությունը 0-ից մեծ է R-ից։ Ցույց տանք, որ հնարավոր չի գտնել այնպիսի անընդհատ կոր, որը ամբողջությամբ գտնվում է X-ի մեջ։ Դրա համար կօգտագործենք մեր այս միջանկյալ արժեքի թեորեմը։ Եկեք նայենք հետևյալ ֆունկցիան, fx ֆունկցիան, որը հավասար է x1 քառակուսի, գումարած եւ այլն, xm քառակուսի, այսինքն x կետի հեռավորության 0-ից հեռավորության քառակուսին։ Մասնավորապես նկատում ենք, որ f-ը 0 կետում հավասար է 0-ի, այսինքն f-ը a կետում հավասար է 0-ի, եւ f-ը b կետում մեծ է r քառակուսուց։ Հիմա եթե ես ենթադրեմ, որ գոյությունի գամմա անընդհատ օր, որը գնում է 0,1-ից RM, անընդհատ, այնպիսին, որ 0 կետում ստանում եմ 0, 1 կետում ստանում եմ B, ապա կարող եմ ասել, որ միջին արժեքի թեորեմի համաձայն, այսինքն ներողություն, սրա կարիքը ընդհանրապես չկար։ Սրա կարիքը չկար, քանի որ ես արդեն իսկ կարող եմ միանգամից օգտագործել միջին արժեքի թեորեմը։ Միջանկյալ արժեքի թեորեմը։ Ես ունեմ f անընդհատ ֆունկցիան 0-ում հավասար է 0-ի, b-ում հավասար է r քառակուսու։ Եթե x-ը կապակցված է, չէ, ներողություն, եթե x-ը կապակցված է, ապա չէ, երևի ես սրա կարիքը կար։ Սրա կարիքը կար, եթե x-ը կապակցված է, ապա ես կարող եմ այս տեսակ կոր գտնել։ Նայում եմ այս ֆունկցիան, ЖT ֆունկցիան, որը հավասար է f համադրույթ գամմա t։ Միջանկյալ արժեքի թեորեմի համաձայն գոյություն է այնպիսի t աստղանիշ, որը պատկանում է 0,1-ին, որ J t աստղանիշը հավասար է հենց r քառակուսու։ Բայց այս ինչ է նշանակում, այս նշանակում է, որ f գամմա t աստղանիշը
հավասար է r քառակուսու, այսինքն s կետը չի պատկանում x-ին։ Այսինքն ինչ կորել վերցնեմ, ես կարող եմ գտնել կետ, որը գտնում եք օրի վրա, որը չի պատկանում x-ին, հետևաբար x-ը գծայինորեն կապակցված չի։ Շատ լավ, հուսով եմ ստեղ ամեն ինչ պարզ է։ Եկեք եւս մի երկու հատկություն ուսումնասիրենք անընդհատ ֆունկցիաներից ու անցնենք հաջորդ թեմային։ Ուրեմն նախորդ անգամ ուսումնասիրեցինք հավասարաչափ անընդհատության հատկությունը ու ցույց տվեցինք, որ եթե ունենք անընդհատ ֆունկցիա կոմպակտի վրա, ապա ինքը հավասարաչափ անընդհատ է։ Կամ եթե ունենք հավասարաստիճան անընդհատ ֆունկցիաների ընտանիք կոմպակտի վրա, ապա իրանք հավասարաչափ հավասարաստիճան անընդհատ են։ Ուրեմն այն հատկությունները, որ հիմա պատրաստվում ենք ուսումնասիրել, նույնպես վերաբերում են կոմպակտներին։ Ուրեմն թեորեմ երկու մաս թեորեմում այսինքն սկսենք նկարագրությունից դիցուկ x-ը կոմպակտ է, f-ը, որը գնում է x-ից, այս պահին պետք են սկալար ֆունկցիաներ, անընդհատ է։ Ուրեմն ապա երկու հատկություն f-ը սահմանափակ է։ Մենք եթե ունենք սահմանափակ ֆունկցիա, ապա ունենք ճշգրիտ վերին եւ ճշգրիտ ներքին սահման։ Երկրորդ մասը ասում եմ, որ այդ երկու սահմանն էլ հասանելի են f-ի համար, այսինքն գոյություն են կետեր x, ասենք անունենք պլյուս եւ մինուս, որոնք պատկանում են x-ին, այնպես որ ցանկացած x-ի համար x-ից fx-ը փոքր կամ հավասար է f x պլյուսից եւ մեծ կամ հավասար է f x մինուսից։ Ընդհանրապես ասած, անընդհատ ֆունկցիան պարտավոր չի ընդունել իր ամենամեծ եւ ամենափոքր արժեքները։ Այսինքն նախ անընդհատ ֆունկցիան պարտավոր չի լինել սահմանափակ, ինքը սահմանափակ է միայն ցանկացած կետի շրջակայքում, եւ երկրորդը անընդհատ ֆունկցիան պարտավոր չի ընդունել իր ամենամեծ եւ ամենափոքր արժեքները։ Թեորեմը ասում է, որ եթե մեր ֆունկցիան որոշված է կոմպակտի վրա, ապա այս երկու հատկությունն էլ ճիշտ է։ Ու ինձ թվում է դուք այս հատկությունները տեսել եք մեկ չափանի, մեկ փոփոխականի ֆունկցիաների համար։ Ծանոթ են այս հատկությունները մեկ փոփոխականի ֆունկցիայի համար։ Շատ լավ։ Մի հատ նորից։ Մի հատ հարց կարելի է տալ։ Իհարկե կարելի է։ Սահմանափակ լինելը անպայման չէ, որ մենակ ոնց որ x-ից r ֆունկցիան, եթե օրինակ r-ի n աշճան գնալ այս ֆունկցիան, էլի կարող ասենք, որ սահմանափակ է լինել։ Այո, այս դեպքում շատ ճիշտ դիտարկում է։ Այս դեպքում r-ը կարող ենք փոխարինել rn-ով։ Հիշեցնեմ, որ սահմանափակություն rn-ում նշանակում է, որ ընկած է ինչ-որ մի գնդի մեջ, այո։ F ֆունկցիան կլինի սահմանափակ, եթե նույնիսկ պատկերը գտնվում է rn-ում։ Ուրեմն ապացույց։ Իսկ եթե r-ն գնանք, այդ մասը, որ մաքսիմում մինիմումի ու հասնող դրանց, այդ ոնց է դրսևորվում։ Մի հատ նորից երկրորդ հարցը չհասկացա, եթե մաքսիմում մինիմում լինի, ապա ինչ։ R-ն ով է գտնվում, էլի, եթե մի քանի աշճան, մի քանի չափանի այդ դեպքում այդ մաքսիմում մինիմումը ինչ-որ դեռ կարող անենք, ասենք, թե այդ կանոնը։ Մինիմում արդեն չեն կարող, ինչ նշանակում է բազմությունը, քանի որ r-ը գծայինորեն կարգավորված չի, այսինքն մաքսիմում մինիմում հասկացողություն չկա։ Չէ, պարզապես դե կարող եք ասել ընդունում է գոյություն են կետեր, որտեղ ընդունում է fx-ի
հեռավորությունը 0-ից դառնում է մաքսիմալ եւ մինիմալ։ Բայց այդ արդեն բերվում է նախորդ դեպքին, քանի որ մենք վերցնում ենք երկու ֆունկցիաների համադրույթ f-ի եւ հեռավորության ֆունկցիայի համադրույթն ենք վերցնում։ Եթե վերցնենք rn-ից, դիտարկում Եթե մեր ֆունկցիան որոշված է x-ից rn, ապա այս b հատկության համարժեքը կարելի է ասել հետևյալը, որ գոյություն ունեն x պլյուս եւ x մինուս կետեր x-ից, այնպես որ հեռավորությունը ցանկացած x-ի համար x-ից, հեռավորությունը f(x)-ից օրինակ մինչև 0 կետ, չի գերազանցում հեռավորությունը f x պլյուսից 0 և մեծ է քան հեռավորությունը x մինուսից 0։ Բայց դեռ կարելի է ապացուցելու բան չկա, եթե ունենք b հատկությունը սկալար ֆունկցիաների համար, ապա կվերցնենք հետևյալ համադրույթը, վերցնում եմ ժ-ն, որը հավասար է ժ-ն x կետում, որը հավասար է d fx 0 ֆունկցիան։ Այս կլինի անընդհատ, քանի որ անընդհատ ինչի, քանի որ ես չգիտեմ, ինձ թվում է տեսակ մի վարժություն կար, կամ եթե չկա, ուրեմն ճիշտ է հետևյալը, որ եթե ես վերցնում եմ ասենք dx ցանկացած կետ, ասենք 0 ցանած d y0, ապա սրա բացարձակ արժեքը չի գերազանցում dx-y-ը, էլի եռանկյան անհավասարության տարբերակներից մեկն է։ Այսինքն մասնավորապես այս հեռավորությունը 0 կետից Լիբշիցի պայմանին է բավարարում մեկ գործակցով, մասնավորապես անընդհատ է։ Հետևաբար այս ֆունկցիան կլինի անընդհատ ու իմ b հատկությունից, որը ճիշտ է սկալար ֆունկցիաների համար, կհետևի այս անհավասարությունը։ Ուրիշ հարցեր կան բանի վերաբերյալ, այս ձևակերպման վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան, եկեք ապացուցենք, շատ նման է մեկ չափանի դեպքին, ասենք գոնե երկու տարբերակ կա, կամ կարող ենք հաջորդականություններով ապացուցել, կամ կարող ենք կոմպակտության սահմանումից ելնելով ապացուցել։ Եկեք ասենք վերցնենք երկրորդ տարբերակը, քանի որ ուրիշ դեպքերում էլ է այս օգտակար։ Նման փաստարկ մենք էլի ենք օգտագործել։ Ուրեմն ես գիտեմ, որ ֆունկցիան անընդհատ է, այսինքն ցանկացած x0 կետի համար, ցանկացած x0 կետի համար սահմանը fx-ի, երբ x-ը ձգտում է x0-ի, գոյություն ունի եւ հավասար է fx0-ի։ Իսկ ես գիտեմ, որ եթե ֆունկցիան ունի սահման, ապա ֆունկցիան սահմանափակ է x0-ի շրջակայքում։ Այսինքն ցանկացած գոյություն ունի c դրական թիվ, որը կախված է բնականաբար x0-ից, եւ գոյություն ունի շրջակայք ու x0, կարող ենք ենթադրել, որ ինչ-որ բաց գունդ է, այնպես որ ցանկացած x-ի համար ու x0-ից fx-ը գտնվում է 0 կենտրոնով եւ cx0 շառավղով գնդի մեջ։ Ցանկացած կետի շրջակայք արտապատկերվում, փոքր շրջակայք արտապատկերվում է ինչ-որ մի գնդի մեջ։ Ես գիտեմ, որ եթե ֆունկցիան ունի սահման, ապա ինքը սահմանափակ է այդ սահմանային կետի, կուտակման կետի շրջակայքում։
Ուրեմն S ու x0-ն բաց բազմություն էր, ճիշտ է, շրջակայք էր։ x0-ի շրջակայք։ Սա x0-ի շրջակայք էր, մասնավորապես ինքը բաց էր։ Այսինքն ես ինչ եմ ստանում, ստանում եմ, որ x-ը ընկած է ու x0-ների միավորման մեջ, երբ x0-ն փոխվում է x-ում։ Քանի որ x-ը կոմպակտ է, դա օգտագործում եմ x-ի կոմպակտությունը, կոմպակտ է, ես կարող եմ գտնել վերջավոր թվով կետեր, 1 x ասենք կա, որը պատկանում են x-ին, այնպես որ x-ը ընկած է սրանց միավորման մեջ, միավորում g-ն հավասար է 1-ից կա ու x g։ Հիմա վերցնենք, սահմանենք c թիվը, որը հավասար է մաքսիմում cxg, որտեղ g-ն փոխվում է 1-ից կա։ Այս cx-ը սահմանված էր ստեղ։ Այս n էր, որի մեջ արտապատկերվում է x0-ի ու x0 շրջակայքը։ Այդ դեպքում հիմա եթե ես վերցնեմ ցանկացած x կետ, եթե ես վերցնեմ x բազմությունից, ապա գոյություն կունենա g 1-ի և k-ի մեջ, այնպես որ x-ը ընկած կլինի ու xg-ի մեջ։ Հետևաբար օգտագործում եմ սա, fx-ը ընկած կլինի 0 կենտրոնով և cxg շարավղով գնդի մեջ, բայց c-ն էլ ավելի մեծ էր, քան թե բոլոր cxg-ները, սա էլ ընկած կլինի b0c գնդի մեջ։ Այսինքն ես ստացա, որ գոյություն ունի այնպիսի c թիվ, որ ցանկացած x-ի համար fx-ը ընկած է s գնդի մեջ, հետևաբար f մեծատառ x-ը ընկած է b0c-ի մեջ և սահմանափակ է։ Սահմանափակ է։ Սրանով այ ապացույցն ավարտվում է։ B-ի ապացույցը շատ նման է, դες նույն բանը կարող ենք մեկ չափանի դեպքում անել, B-ի ապացույցն է շատ նման է բանին, շատ նման է մեկ չափանի դեպքին։ Ուրեմն եկեք m-ով նշանակենք, քանի որ սահմանափակ բազմություն է fx-ը, ես m-ով կարող եմ նշանակել fx-ի սուպրեմումը։ Ուրեմն fx-ը հիմա արդեն f-ը ֆունկցիա է x-ից r, ընդ որում սահմանափակ է ինքը, հետևաբար սուպրեմում fx-ը վերջավոր թիվ է։ Իսկ է բազմության սուպրեմումը, եթե ինքը սահմանափակ է, ապա գոյությունը վերջավոր թիվ է։ Ըստ սուպրեմումի սահմանման, ես կարող եմ գտնել xk հաջորդականություն x բազմությունից, այնպես որ f xk-ն ձգտում է m-ին, երբ k-ն ձգտում է անսահմանության։ Բայց x-ը կոմպակտ է, հետևաբար xk հաջորդականությունից ես կարող եմ ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Գոյություն ունի kg, որ գտնվում է պլյուս անսահմանության, և գոյություն ունի x, դնենք x+, որը ընկած է x-ում, այնպես որ x kg-ն ձգտում է x+-ի, երբ g-ն ձգտում է անսահմանության։ Հիմա օգտագործում եմ f-ի անընդհատությունը, f-ը անընդհատ է, հետևաբար f x kg-ն ձգտում է fx պլյուսի, բայց մյուս կողմից ես գիտեմ, որ fx-կան ձգտում է am-ի, իսկ fx kg-ն
fx կայի ենթահաջորդականություն է։ Հետևաբար սա ձգտում է նաև m-ի։ Սահմանի միակությունից կարող եմ եզրակացնել, որ m-ը հավասար է fx պլյուսի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ x բազմության մեջ կա x պլյուս կետ, այնպես որ fx պլյուսը հավասար է m-ի, որը f-ի սուպրեմումն էր։ Լրիվ նույն փաստարկը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ ես վերցրել եմ f-ի ինֆինումը, fx-ի ինֆինումը։ Այսինքն անընդհատ ֆունկցիան կոմպակտի վրա սահմանափակ է եւ ընդունում է իր ամենամեծ եւ ամենափոքր արժեքները։ Կան հարցեր։ Այս կարային միաչափ դեպքի մանալով ինդուկցիա վերապացուցելի չէ։ Մի հատ նորից կարելի է լավ չլսեցի մի քիչ ձայն։ Այս կարային մենակ միաչափ դեպքի ապացույցը իմանալով ինդուկցիա լավ չէ։ Ուրեմն միացավ դեպքի ապացույցը ինդուկցիայով։ Ինդուկցիան ինչի։ Դա չէ, միաչափ դեպքը իմանալով ինդուկցիան է ու կամայական աստիճանի համար ստանդարտ է։ Կամայական չափողականության համար նկատի ունես։ Ասեմ, որ մի անգամից չեմ պատկերացնում, թե ոնց ենք ինդուկցիան անում։ Լավ, ասենք երկչափ դեպքում ոնց անենք։ Ֆունկցիա ինչ-որ վեկտոր վերցնենք, այդ վեկտորը դրա պրոյեկցիայի ֆունկցիան վերցնենք, ու դրանից հետո երկչափ դեպքի համար ստանանք, որ անընդհատ ֆունկցիա է, ու երկչափ դեպքի համար ստանանք անընդհատ դրանից հետո Սենց ասեմ, եկեք պայմանավորենք, եթե կարողանում եք գրել այդ բանը, այդ ապացույցը, ապա ամսի 22-ի ստուգողականի համար երկու միավոր։ Մի քիչ չեմ պատկերացնում, թե ինդուկցիան ոնց կարելի է կիրառել, որովհետև ինչ ուղղության վրա ենք վերցնում պրոյեկցիան։ Նախ ինչ է նշանակում ֆունկցիան պրոյեկտ ենք։ Ոնց որ վերցնենք ուղղահայաց, օրինակի համար երկչափ դեպքի համար ինչ-որ վեկտոր վերցնենք ուղղահայաց հարթությունը, ուղղահայաց գիծը ավելի շուտ ու ասենք, որ այդ գիծը, քանի որ ինքն է բանը, այդ գծի ոնց որ պրոյեկցիան f-ի, ասենք ինչ-որ այդ կետով նշանակ է, ինքը էլի անընդհատ ֆունկցիա պետք է լինի արդեն միաչափ, պետք է արդեն ոնց որ ինքը սուպրեմում ունենա, մաքսիմում ունենա, մաքսիմում ընդունի, ու ոնց որ այդ միաչափ դեպքի համար ունենք։ Ու տենց ոնց որ Ուղղակի մեր այդ սուպրեմումը, մաքսիմումը եւ մինիմումը մենք չգիտենք որտեղ է լինելու։ Հիմա եթե վերցնում ենք այդ ուղի վրա, այդ ուղի բոլոր ուղիղները երևի թե վերցնենք բոլոր ուղիղները վրա վերցնում ենք ու ասում ենք, որ քանի որ անընդհատ ֆունկցիա է պետք է լինի, այդ ստուգներից որ ամեն ուղի վրայի մաքսիմումը ստուգում է, այդ ֆունկցիաները պետք է էլի անընդհատ ֆունկցիաներ լինեն, տենց բայց դե բավական բարդանում է էլի ապացույցը իմ կարծիքով, ասենք սրանից էս քանի է, եթե մենք նույնիսկ բոլոր բառերը բաները գրենք, ես մի 10 տողից ավել չի անցնում այս ապացույցը, իմ կարծիքով այդ առաջարկած ապացույցը բավական երկար կլինի։ Լավ, եկեք սենց անենք, ես ուրիշ խնդիր կտամ լրացուցիչ միավորների համար, իմ կարծիքով իմաստ չունի, որ չարչարվեք դրա վրա, ասենք սրանից ավելի պարզ ապացույց դժվարությամբ եմ պատկերացնում։ Այո։ Եթե անընդհատ ֆունկցիա ունենք, ոնց որ այդ ֆունկցիայի արժեքների ամեն կոորդինատը վերցնենք, այդ կոորդինատը ցույց տվող ֆունկցիաներն էլ կլինեն անընդհատ։ Մի վարքյան, ուրեմն վերցնում ենք f ֆունկցիան, որը գնում է x-ից rn, եւ հիմա դու ասում ես, որ վերցնենք, ասենք, որ fx-ը, քանի որ x-ից rn է, ինքը բաղկացած է n ֆունկցիաներից։ Հիմա հարցը հետևյալն է, թե արդյոք այս ֆունկցիաները յուրաքանչյուրը կլինեն անընդհատ։ Այդ էր հարցը, ճիշտ է, թե չէ։ Այո, կլինեն անընդհատ, քանի որ, այսինքն, նույնիսկ կարելի է նման բան ապահովել, դիտարկում, ուրեմն f-ը անընդհատ է, եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած g-ի համար մեկից n f-ին անընդհատ է, f-ին արդեն կլինի ֆունկցիա x-ից r անընդհատ է։
ասենք ոնց ենք ես ստանում մի ուղղությամբ ակնհայտ է, որ եթե f անընդհատ է, ապա բոլոր կոորդինատներն են անընդհատ, պարզապես վերցնում ենք, ասում ենք, որ f-ին հավասար է pg համադրույթ f, որտեղ pg-ին, ասենք, y կետը տանում է իր g-երորդ կոորդինատի վրա։ Ակնհայտորեն սա անընդհատ ֆունկցիա է, ճիշտ է։ Եթե y-ը y1 yn վեկտորն է, ես y-ին համապատասխանության մեջ եմ դնում իր g-երորդ կոորդինատը, ակնհայտ է, որ pgy հանած pgz-ը չի գերազանցում հեռավորություն y-ի և z-ի միջև։ Y-ի և z-ի միջև հեռավորությունը չի գերազանցում։ Այսինքն pg-ն ոչ միայն անընդհատ է, այլև զիբշիծի պայմանին է բավարարում մեկ գործակցով։ Հիմա ես վերցրեցի համադրույթ երկու անընդհատ ֆունկցիաների, բնականաբար կստանամ անընդհատ ֆունկցիա։ Ճիշտ է նաև հակառակը, որ եթե ես բոլոր ֆունկցիաներն անընդհատ են, ապա f-ն էլ է անընդհատ։ Ինչի, որովհետև եթե ես վերցնեմ հեռավորությունը fx-ի և fy-ի մեջ, ապա ես չի գերազանցի, այս հեռավորության հատկություններից ելնելով, n անգամ մաքսիմում fgx, fgy, ստեղ կարող էի բան գրել, բացապես բացարձակ արժեք, g-ն մեկից են։ Հիմա եթե սրանցից յուրաքանչյուր անընդհատ է fg-ն, ապա երբ y-ը ձգտում է x-ին, այս յուրաքանչյուր կոորդինատ ձգտում է 0-ի, մաքսիմումը ձգտում է 0-ի, բազմապատկում վերջնորդով ձգտում է 0-ի։ Այսինքն վեկտորական արժեքներով ֆունկցիան անընդհատ է այն և միայն այն դեպքում, երբ իր բոլոր կոորդինատային ֆունկցիաներն անընդհատ են։ Այդ դեպքում այս թեորեմը նորաբացություն չէ, կարելի է ասել, որ ամեն կոորդինատի համար են ստացվելիա, որ սահմանափակած, դրա համար ընդհանուր ֆունկցիաներ է սահմանափակ։ Կարող ենք ասել, այո, կարող ենք, եթե յուրաքանչյուր կոորդինատ սահմանափակ է, ապա վեկտորն էլ է սահմանափակ։ Այո։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Լավ, եթե ուրիշ հարցեր չկան, եկեք եւս մի արդյունք ձևակերպեմ, բայց առանց ապացույցի։ Այս արդյունքի ապացույցի համար ընդամենը մի բան է անհրաժեշտ, որը վարժությունների ցանկում կա։ Ուրեմն թեորեմ։ Երի նույն պայմաններ են, դիցուկ x-ը կոմպակտ է, f-ը, որը գնում է x-ից r-ն անընդհատ է։ Ապա x-ի պատկերը f-ով, այս կլինի ենթաբազմություն r-ում, կոմպակտ է։ Ուրեմն չեմ ուզում ապացուցել, որովհետև իրականում բարդ բան չի, ընդամենը 3 տող է ապացույցը։ Եկեք մի հատ հուշում տամ, ինքնուրույն կապացուցեք։ Ասենք սրա համար, եթե ապացույցը հստակ հասկանալի գրեք, 2 միավոր սովորականի համար ամսի 22-ի նախատեսված։ Ուրեմն վարժությունների մեջ կա հետևյալ հատկությունը, որ եթե ես ունեմ ինչ-որ f ֆունկցիա, որը գնում է x-ից r-ն,
ապա f-ը անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած ասենք u ենթաբազմության համար r-նից, եթե u-ն բաց է, ապա հակադարձ պատկերը նույնպես բաց է։ Իրականում մի քիչ պարզ չի թե ինչ է նշանակում f-1-ում բաց է, որտեղ f-1 ընկած է x-ի մեջ։ Ինչ է նշանակում f-x-ի ենթաբազմությունը բաց է, եթե x-ը մի քիչ ինչ-որ բարդ տեսք ունի։ Լավ չլսեցի, մի հատ նորից կարելի է։ f-1-ում բազմություն է, այո, բայց f-1 բազմությունը ընկած է x-ի մեջ։ Իհարկե մի հատ հասկանանք ինչ իմաստ ենք զրուցում։ Ուրեմն f-ը անընդհատությունը միարժեք սահմանված է, ճիշտ է։ Վերցնում ենք ցանկացած կետ x-ից, որը կուտակման կետ է։ Եթե կուտակման կետ չէ, անընդհատության մասին ըստ սահմանման ասում ենք, որ անընդհատ է։ Հիմա ընտրենք կուտակման կետ չի, կուտակման կետ է, այդ դեպքում անընդհատությունը պարզ է։ Սահմանը երբ x-ը ձգտում է այդ կուտակման կետին, f(x)-ի հավասար է f(x)0-ի։ Նայում ենք ստեղ ինչ է գրած։ Ստեղ գրած է, որ ցանկացած u-ի համար, եթե ես գիտեմ, որ u-ն բաց է, ապա հակադարձ պատկերը նույնպես բաց է։ Ասենք կարող է հենց լինի, որ այս x բազմությունը ընդհանրապես ներքին կետ չունենա։ Այսինքն x բազմությունը կարող է լինել շատ բարդ։ Ոչ մի բան մենք չգիտենք x-ի մասին։ Բայց մենք գիտենք, որ f-1-ը հետ սահմանված է։ Չէ, f-1-ում, մի րոպե, հա, ես f-1-ում ընդհանրապես չեմ սահմանել, ներողություն։ Ուրեմն եթե ես ունեմ ինչ-որ ցանկացած ենթաբազմություն y, f-1 չի նշանակում f-ի հակադարձ ֆունկցիա։ y-ը, որ ընկած է r-ի մեջ, ապա ինչ է նշանակում f-1y, ըստ սահմանման այդ հետևյալ կետերն են։ Այն կետերն են x-ից, որոնց համար f(x)-ը ընկած է y-ի մեջ։ Դրա համար չի հասկանում հարցը։ f-1y-ը ոչ թե հակադարձ ֆունկցիան է հաշված ու բազմության վրա, այլ այս բազմության հակադարձ պատկերը։ Այսինքն բոլոր այն x-երը, որոնց պատկերն ընկած է y-ի մեջ։ Լավ։ Հիմա x-ը չգիտենք, բացատրե ֆակտ։ x-ի մասին ոչ մի բան չգիտենք։ Այս հələ լրիվ ընդհանուր դեպք, նույնիսկ չգիտենք, որ կոմպակտ է։ Պարզապես գիտենք, որ ինչ որ բազմություն է։ Հիմա ինչ է նշանակում, որ ինչ որ a ենթաբազմություն x-ից կամ v ենթաբազմություն x-ից բաց է։ Ուրեմն սահմանման, եթե v-ն ընկած է x-ի մեջ, կասենք, որ v-ն բաց է, ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը, որ գոյություն ունի v ալիքով բաց բազմություն, այնպես որ կամ այնպիսին, որ եթե ես վերցնեմ v ալիքովի հատումը x-ի հետ, ապա կստանամ հենց v-ն։ Այսինքն ըստ սահմանման x-ի ենթաբազմությունը բաց է, եթե ինքը ինչ որ մի բաց բազմության եւ x-ի հատումն է։
Հիմա այն դեպքում, երբ x-ը բաց բազմություն է, ես ստանում եմ լրիվ նույն սահմանումը։ Այսինքն, այս սահմանումը, եթե ես վերցնեմ x-ը բաց բազմության դեպքում, ապա այս դեպքում լրիվ նույնն է։ Եթե ես վերցնեմ v ենթաբազմություն x-ից s կլինի բաց է, այն եւ միայն այն դեպքում, եթե ես v ենթաբազմությունը ես որը դիտարկում եմ որպես rm-ից ենթաբազմություն, լինի բաց։ Եկեք մի հատ տեսնենք ստեղ ինչ է գրած։ Ես նայում եմ x բաց բազմությունը։ Եթե ես վերցնում եմ v ենթաբազմություն x-ից, ես իրեն կարող եմ նայել որպես x-ից ենթաբազմություն, ու կարող եմ նայել որպես rm-ից ենթաբազմություն, քանի որ x-ը ընկած է rm-ի մեջ։ Հիմա ես պնդում եմ, որ եթե x-ը բաց է, ապա լինել բաց x-ում կամ լինել բաց rm-ում, այդ նույն բանն է։ Նույն բազմություններն ենք ստանում։ Եթե v-ն ընկած է x-ի մեջ, ապա v-ն բաց է x-ում, այն եւ միայն այն դեպքում, եւ v-ն բաց է rm-ում։ Բայց եթե x-ը բաց չի, ապա այդ պարտադիր չի որ տենց լինի։ Եկեք մի օրինակ նայենք։ Եկեք ասենք մեկ չափանի դեպքում ես վերցնում եմ, ասենք 0.1 հատվածը, որը ընկած է r-ի մեջ։ Հիմա եկեք նայենք, հենց 0.1-ն էլ կարող ենք նայել, բայց որպեսզի չխառնենք իրար, եկեք նայենք 0.1 հատվածը։ Փակ ձախից եւ այս մեր x-ն է, որը փակ է ձախից եւ բաց է աչից։ 0.1 հատվածը v բազմությունը ինքը ընկած է x-ի մեջ։ V բազմությունը որպես r-ի ենթաբազմություն ինքը բաց չի, քանի որ ինքը հասկանալի է սույն բոլորին, որ v-ն, եթե ես v-ն նայում եմ որպես ենթաբազմություն r-ում, բաց չի։ Բայց եթե ես v-ն նայում եմ որպես ենթաբազմություն x-ում, ապա ինքը բաց է։ Ինչի, որովհետև v-ն հավասար է, ասենք, -1/1, որը բաց բազմություն է, հատում x։ Այս կլինի իմ v ալիքովը։ Հիմա վերադառնանք մեր թեորեմին, որ ես ուզում թողնել որպես տնային աշխատանք, միավոր բերող տնային աշխատանք։ Սովորական է, միավոր բերող տնային աշխատանք։ Ուրեմն, ես ունեմ x կոմպակտ բազմությունը եւ f ֆունկցիան, որը անընդհատ է։ Ապա ես պնդում եմ, որ fx-ը, որի ենթաբազմությունը r-ում, նույնպես կոմպակտ է։ Դրա համար կարող ենք օգտագործել հետևյալ արդյունքը, որը նույնպես պետք է ապահովել, որ եթե ունեմ f ֆունկցիա x-ից r-ն, ապա f-ը անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած u բաց բազմության համար հակադարձ պատկերը ինքը բնականաբար ենթաբազմություն է x-ում, քանի որ f-ը որոշված է x-ում, հակադարձ պատկերը բաց է x-ում։ Այս, ասենք ասած, ամենաընդհանուր դեպքն էր, եթե դժվարանում եք սրա համար, կարող եք նայել մի քիչ ավելի պարզեցրած տարբերակը։ Ասենք կարող եք նայել հետևյալ տարբերակը։ Նայում ենք ֆունկցիա f, որը որոշված է թող լինի ամբողջ r-ի վրա, r-ն, ու ես վերցնում եմ, ես ենթադրում եմ, որ սա անընդհատ է, վերցնում եմ x կոմպակտ վերցնում եմ x կոմպակտը, ապա պնդում եմ, որ fx-ը նույնպես կոմպակտ է։ Մի քիչ ավելի պարզ տարբերակ է, ես վերցնում եմ ամենուրեք որոշված ֆունկցիա, վերցնում եմ x կոմպակտը, կոմպակտ բազմությունը, եւ պնդում եմ, որ fx-ը նույնպես կոմպակտ է։
Ուրեմն մի բան մոռացա ասել, որ S այն ապացույցը, որը կստանաք, եթե հետևեք եք սխեմային, ինքը իրականում չի օգտագործում հենց RM-ի վերջավոր չափանի լինելը։ Դուք պարտավոր չեք այս թեորեմը ապացուցելու համար այս սխեմային հետևել, դուք կարող եք վերցնել կոմպակտի ուրիշ սահմանում, որը RM-ում համարժեք է, այսինքն փակ եւ սահմանափակ բազմություն։ Կամ բազմություն, որի ցանկացած ենթահաջորդականությունից կարելի է ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Այսինքն ցանկացած սահմանում կարող եք ընտրել ու այդ սահմանումը, եթե մենք ապահովել ենք, որ համարժեք են, օգտագործելով այդ սահմանումը ցույց տալ, որ x-ի պատկերը կոմպակտ է։ S այն ինչ որ այս ասացի, S տարբերակներից մեկն է։ Կարող է ամենապարզ տարբերակը չի, կարող է ավելի հեշտ է հաջորդականություններով, ոչ թե կարող է հաստատ ավելի հեշտ է հաջորդականություններով, բայց բոլոր դեպքերում օգտակար է այս ամեն ինչի մասին մտածելը, ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ է կոմպակտը։ Ու ավելի լավ հասկանալու համար հենց այս հատկությունը, որ F-ը անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, երբ F-ի ցանկացած բաց բազմության հակադարձ պատկեր նույնպես բաց է, բայց պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում բաց բազմություն տրված x բազմության մեջ։ Այդ այն բազմություններն են, որոնք ներկայացվում են RM-ի բաց բազմության եւ x-ի հատման տեսքով։ Մի խոսքով, մտածեք այս բաների մասին, պարտավոր չեք մինչև վերջ լուծել, եթե մի մասն է ստացվում, մի մասը գրեք, մինչև 2 միավոր ամսի 22-ից տուղականի համար, դե ցանկալի կլինի հանձնել այսօր ամսի 11-ը, ասենք գոնե մինչև 10 օրվա ընթացքում, այսինքն մինչև 21, մինչև ամսի 22-ը, այսինքն։ Շատ լավ, կան հարցեր սրա վերաբերյալ։ Այս հարցը զորիչի խնդիր է, թե մենակ այդ հատկությունն է զորիչի խնդիր։ Հատկությունը սա զորիչից խնդիր էր, եթե չեմ սխալվում, բոլոր դեպքերում ձեր խնդիրների ցուցակում կա, որ F-ը անընդհատ է այն եւ միայն այն դեպքում, երբ հակադարձ պատկերը, բացի հակադարձ պատկերը բաց է, կամ փակի հակադարձ պատկերը փակ, ես չեմ հիշում, թե ոնց է գրված, այս ցանկացած x բազմության համար է գրված, թե RM-ից RN է գրված։ Իմ կարծիքով RM-ից RN է գրված։ Ինչ որ ես ասացի, մի քիչ ավելի ընդհանուր բան է։ Եթե ես չեմ սխալվում, զորիչի գրքում կամ գոնե մեր վարժությունների ցանկում գրված է այդ դեպքի համար։ Այո, RM-ից RN է գրված։ 9-րդը չի, ավելի հետո եկող վարժություն է, բայց RM-ից RN ֆունկցիաների համար է։ Եթե x-ի վրա է սահմանված, ապա բաց լինելու հատկությունը x-ում պետք է փոխել, պետք է հասկանալ այս ձևով։ Այս ձևով։ Մի խոսքով, գրեք այն ինչ որ կարող եք, այն ձևով ինչ որ ավելի հասկանալի է ձեզ։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ապա անցնենք հաջորդ թեմային, այդ RM գծային տարածությունն է։ Բայց իրականում մի հարց կա, բայց մեր այսօրվա հարցի հետ կապված չի։ Լավ, ասա լսում եմ, այո, ինչ հարց է։ Եթե մենք ունենք որևէ ֆունկցիա, ասենք RN-ից RN, այսինքն օրինակ R քառակուսուց օրինակի վրա, թե R քառակուսուց ֆունկցիա ունենք, ու ոնց որ իր երկու կոորդինատով հաջորդական սահմաններ ուզում ու հենց այդ ֆունկցիայի սահմանը։ Եթե երկներ գոյություն ունեն, արդյոք իրար հավասար են, թե կարող ոնց որ համ հաջորդական սահմանները, համ սովորական սահմանը գոյություն ունենա, բայց տարբեր արժեքներ ունեն։ Եթե չեմ սխալվում, վարժությունների ցանկում հենց այդ տարբերակը կա, որ բոլոր սահմանները գոյություն ունեն, բայց տարբեր են։ Վարժությունների ցանկում ոնց որ ինչ որ բանը միշտ գոյություն ուներ, ու զորիչը օրինակներում է գոյություն։ Ինչ որ լավ, եկեք մտածենք, ուրեմն ուզում ենք որ կան լավ, եկեք չմտածենք, կմտածեմ կասեմ, իմ կարծիքով կարող է, այսինքն հա, դու ասում ես համ հաջորդական սահմանները գոյություն ունեն, համ սահմանը գոյություն ունի, ճիշտ է արդյոք որ իրանք հավասար են։ Հա, չէ, դեպքում երևի թե հավասար են, որովհետև իմ կարծիքով հավասար կլինեն, ընդամենը պետք է սահմանում գրել, տեսնել, արդյոք ստացվում են հավասար թե ոչ։ Այսինքն ենթադրում ենք, որ հաջորդական սահմանները գոյություն ունեն, ու նա ենթադրում ենք, որ կրկնակի սահմանը գոյություն ունի,
Արդյոք իրանք հավասար են, իմ կարծիքով հավասար են, պետք է ուղղակի սահմանում գրել տեսնել։ Հիմա սենց բանից չպատասխանեմ միանգամից։ Բայց սահմանում գրեք, տեսնեք, որ կամ ակնհայտորեն ստացվում է, որ հավասար են, կամ չեն ստացվում, այդ դեպքում մեծամասնությամբ հավասար չեն, պետք է օրինակ կառուցել։ Եթե կարող ենք որպես երկրորդ վարժություն անել, եթե այդ վարժությունը դուք ինքնուրույն պատասխանը ստանաք, երկու միավոր հաջորդ ստուգականի համար։ Այդ դեպքում եւ ոչ թե ես կանեմ, այլ դուք։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, եթե չկան ուրիշ հարցեր, ապա անցնենք հաջորդ թեմային, այդ փաստորեն 9-րդ բաժինն է։ Ուրեմն RM գծային տարածությունը կամ վեկտորական Սրա մասին մենք արդեն ԱԱԿ-ին զրուցել ենք, այսինքն RM-ի հետ մենք բացահայտ չենք ասել, բայց վեկտորների մասին է խոսքը, իսկ ոնց են գումարվում վեկտորները, բոլորդ հուսով եմ գիտեք։ Անցյալ անգամ ես հարցրեցի, պաստորեն դուք գծային հանրահաշվի դասընթաց, եթե ճիշտ եմ հասկանում, դեռ չեք ունեցել։ Այդ մեր դասախոսը մաթեմատիկայի ասաց, որ վերլուծական երկրաչափություն գծային հանրահաշվի տարերը պետք է անցնենք մաթեմատիկայի շրջանակներում, այսինքն վերջին դասերին ինքը դրան է տրամադրել։ Շատ լավ, չէ, մենք մինչև վերջ չենք կարող ասել, քանի որ մենք այս գծային տարածությունը, գծային օպերատորները մեզ օբյեկտիվ պետք են մի շաբաթ։ Դրա համար հիմա արագ ուսումնասիրենք, այսինքն առանձնապես շատ բան չկա, բայց ինչ որ բաներ պետք են։ Այս իհարկե չի փոխարինի գծային հանրահաշվի դասընթացը, քանի որ ես տալու եմ մենակ ինչ որ մեզ անհրաժեշտ է, շատ ուրիշ բաներ կան, որը մեզ անհրաժեշտ չի։ Ուրեմն RM-ը, ինչպես հիշում եք, այդ M երկարության հաջորդականությունների բազմությունն է, այսինքն x1 xm տեսքի վեկտորներն են, որտեղ յուրաքանչյուր կոորդինատ պատկանում է r-ին։ Այսինքն ցանկացած g-ի համար 1-ից m x-ին պատկանում է r-ին։ Հիմա արդեն նշել ենք, որ RM-ից, եթե ունենք երկու վեկտոր, մենք կարող ենք իրենց գումարել եւ բազմապատկել թվով։ Եկեք մի հատ նորից վերհիշենք, որ երկիմաստություն չառաջանա։ Ուրեմն, եթե ունենք XY RM-ից եւ ունենք C թիվ R-ից, ապա կարող ենք դիտարկել C անգամ X գումարած Y վեկտորը, S C X1 գումարած Y1, C XM գումարած YM կոորդինատներով վեկտորն է։ Սահմանման։ Աստորապես, եթե C-ն հավասար է 1-ի ստանում ենք վեկտորների գումար, եթե Y հավասար է 0-ի, ստանում ենք X-ի եւ C սկալարի արտադրյալը։ Հիմա RM տարածության մեջ կա ինչ որ անվանում ենք հենք։ Ուրեմն հենք RM-ում Անդորում այս հենքը, այն հենքը չի, ինչ որ մենք օգտագործել ենք սահմանների համար։ Բազմությունների ընտանիք, նենց որ ցանկացած ոչ մեկը դատարկ չի եւ ցանկացած երկուսի հատումը պարունակում է մի երրորդը, որը նույնպես հենքի տար է։ Այս հենքը վեկտորական տարածության հենքն է։ Ուրեմն RM-ում կա ստանդարտ հենքը, որը հետեւյալ վեկտորներից է բաղկացած. G-երորդ վեկտորը, բոլոր կոորդինատները 0 են, բացի G-երորդից, որը հավասար է 1-ի եւ այո, այսքան բան։ Այսինքն բացի G-երորդ կոորդինատից, որը հավասար է 1-ի, մնացած բոլորը հավասար են 0-ի։ Ունենք m հատ վեկտոր բնականաբար, G-ն հավասար է 1-ից m։ Ինչ է նշանակում հենք ընդհանրապես։ Հենք այդ վեկտորների ընտանիք է, այնպես որ ցանկացած x RM-ից միարժեք ձևով կարելի է ներկայացնել S վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։ Այսինքն ինչ է նշանակում գծային կոմբինացիա։ Ուրեմն ցանկացած x-ի համար գոյություն ունեն
ընդ որում միակն են C1 CM թվերը, այնպիսին, որ x-ը հավասար է գումար j-ին հավասար է 1-ից m cj եժի։ Այսինքն այս հենքի համար կոնկրետ այս ակնհայտ է, որտեղ եթե մեր x-ը բաղկացած է x1 xm, մեր x-ի կոորդինատներն x1 xm-ը, ապա պարզապես ես կվերցնեմ cj-ին հավասար է xg։ Ու ակնհայտորեն այս ընտրությունը միակն է, քանի որ եթե ես վերցնեմ գումար cj եժին, ապա ես ինչ է նշանակում, ես նշանակում եմ, ես վերցնեմ գումար j-ին հավասար է 1-ից m, եթե ես եժին բազմապատկել եմ cj-ով, ապա այս 1-ի փոխարեն առաջանում է cj։ Ստանամ հետևյալ վեկտորների գումարը բոլոր տեղերը 0, բացի j-երորդ կոորդինատից, որը հավասար է cj-ի։ Հիմա եթե սրանք էլ իրար գումարեմ, ապա կստանամ c1 cm։ Ու միանգամից պարզ է դառնում, որ այս ընտրությունը միակն է, չեմ կարող երկու տարբեր ձևերով ներկայացնել իմ x-ը։ Ուրեմն եկեք մի սահմանում ներմուծենք։ Սահմանում ուրեմն կասենք, որ f1, եկեք fk գրեմ այս պահին, f1, fk վեկտորների բազմությունը rm-ից հենք է, եթե ցանկացած x վեկտորի համար rm-ից գոյություն ունեն, որում միակն են c1, ck իրական թվերը, այնպես որ x-ը հավասար է գումար cj fj, j-ին հավասար է 1-ից k։ Հիմա եկեք մի թեորեմ գրեմ առանց ապացույցի, որտեղ իրականում մեզ համարյա այս թեորեմ պետք չի, բայց ուղղակի որպեսզի պատկերը լրիվ լինի, դրա համար եմ ձևակերպում թեորեմ։ Ուրեմն ցանկացած հենք RM-ում բաղկացած է ուղիղ m վեկտորից։ Մենք արդեն ցույց ենք տվել, գոնե մի հենք կա, այս E1 EM-ն է։ Շատ ուրիշ հենքեր կան, ասենք եթե վերցնենք հարթության վրա, հեշտությամբ կարող եք ցանկացած ոչ երկու ոչ զուգահեռ վեկտոր հենք է։ Ուրեմն ցանկացած հենք RM-ում կազմված է ուղիղ m վեկտորից։ Դժվար չի սրա ապացույցը, փորձեք ինքնուրույն անել, համարյա մեզ պետք չի դնելու այս բանը։ Դրա համար չեմ ապացուցում։ Շատ լավ, ուրեմն ունենք RM տարածությունը։ RM տարածության մեջ որոշված է երկու գործողություն՝ վեկտորների գումարը եւ արտադրյալը վեկտորի եւ սկալարի արտադրյալը։ Ուրեմն RM բազմության տարածության մեջ կա բնական հենքը, այսինքն վերցնում եմ 0 ամենուրեք բացի j-երորդ կոորդինատից, այդ դեպքում ստանում եմ m վեկտոր, ու այս փոքր հաշվարկը ցույց է տալիս, որ այս իրոք հենք է, ցանկացած x վեկտոր միակ ձևով կարելի է ներկայացնել այս վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։ Գծային կոմբինացիա նշանակում է, որ սկալարները բարձրացած են վեկտորներով եւ վերցրած է գումարը։ Ու ընդհանրապես հենքի հասկացողությունը RM-ում վերջավոր վեկտորների բազմությունը կոչվում է հենք, եթե ցանկացած x միակ ձևով կարելի է ներկայացնել այդ վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։
Ուրեմն դժվար չի ապահովել, որ ցանկացած հենք կազմված է ուղիղ m վեկտորից։ Մեզ համար կարևոր է հետևյալը, գծային արտապատկերումներ։ Ուրեմն դիցուկ լավ սահմանում։ Ուրեմն կասենք, որ L ֆունկցիան, որը գնում է Rm-ից Rn գծային է, եթե ցանկացած x-y-ի համար Rm-ից և ցանկացած c-ի համար R-ից ունենք հետևյալը, եթե ես ուզում եմ հաշվել L-ի արժեքը cx գումարած y գծային կոմբինացիայի վրա, ապա կարող եմ անել հետևյալը, c անգամ Lx գումարած Ly։ Այսինքն գծային ֆունկցիա Rm-ից Rn նշանակում է ֆունկցիա, որը բավական պարզ ձևով է գործում, այսինքն բավական է իմանալ ֆունկցիան հենքի վրա, որ կարողանալ գտնել ֆունկցիայի արժեքը ցանկացած ուրիշ վեկտորի վրա։ Ինչու, որովհետև օրինակ վերցնենք մեր հենքը, եթե ես գիտեմ L եժին, ժին հավասար է 1-ից m, ապա մի արժեք ձևով կարող եմ որոշել Lx-ը։ Ուրեմն մի բան նշանակում գծային ֆունկցիաների համար գրում ենք ոչ թե L փակագծերի մեջ x, այլ պարզապես Lx։ Ուրեմն Lx-ը մի արժեք ձևով կարող եմ գրել հետևյալ ձևով, x-ը կարող եմ գրել հետևյալ ձևով, L գումար cg x-ի, ժին հավասար է 1-ից m, cg եժի, ինչի գրի, cg եժի, որտեղ cg-ն իրականում այդ x-ին է, հետևաբար ինչ եմ ստանում, գծայինությունից հետևում, որ ես կարող եմ գրել գումար ժին հավասար է 1-ից m, L-ը կիրառած cg եժի վրա, Եվս մի անգամ գծայինությունը օգտագործելով կարող եմ գրել, որ սա հավասար է ժին հավասար է 1-ից m cg L եժի։ Այսինքն գծային օպերատորների համար կամ գծային ֆունկցիաների համար կանվանենք նաև օպերատոր կամ արտապատկերում, եթե ես գիտեմ L եժին, ապա ես կարող եմ հաշվել L-ը ցանկացած x-ի համար։ Բնականաբար, այն որտեղ եժի եմ վերցրել, ոչ մի տարբերություն չկա, ես կարող եմ վերցնել ցանկացած ուրիշ հենք, f1, fm, եթե ես գիտեմ L-ի արժեքը ցանկացած հենքի վեկտորների վրա, ապա ես գիտեմ L-ի արժեքը ամենուրեք։ Այսինքն կոպիտ ասած, գծային արտապատկերումը ինչից է կախված։ Գծային արտապատկերումը կախված է m հատ վեկտորից։ Իսկ յուրաքանչյուր վեկտոր ինչից է կախված։ Յուրաքանչյուր վեկտոր Rn-ում կախված է n պարամետրից։ Այսինքն գումարային ես ստանում եմ m անգամ n պարամետր։ Այսինքն գծային արտապատկերումը Rm-ից Rn, այս փոքր հաշվարկը ցույց է տալիս, որ կոպիտ ասած որոշվում է m անգամ n պարամետրերով։ Եթե ես վերցնում եմ հենք, ապա հենքի վրա կարող եմ ինչ-որ ձևով սահմանել իմ արտապատկերումը, այդ դեպքում արդեն միարժեք կսահմանեմ ցանկացած վեկտորի վրա, իսկ յուրաքանչյուր վեկտորի համար L եժին որոշված է n թվով, որտեղ կա n հատ կոորդինատ։ Այսինքն, կոպիտ ասած, գծային արտապատկերումը միարժեք ձևով կարելի է որոշել m անգամ n թվերով։ Հիմա այս բանը ունի կոնկրետ հետևանք, որը կարելի ասել հետևյալ ձևով, որ գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն գծային օպերատորների և m անգամ n չափի մատրիցների մեջ։ Այսինքն ունենալ գծային արտապատկերում կամ ունենալ m անգամ n չափի մատրից, այդ ավելի ճիշտ է ասել n անգամ n տող և m սյունյակ։ Հիմա ոնց ենք անում այդ բանը։ Մի բան ասեմ, այդ փոխմիարժեք համապատասխանությունը կարող է ինչ-որ ձևով տեսել եք ինչ-որ տեղ, թե չէ։
մատրիցների եւ գծային արտապատկերումների։ Տեսել եք, բայց մոռացել եք, թե ընդհանրապես չեք տեսել։ Լավ, եկեք ուրեմն արագ այդ բանը քննարկենք։ Եկեք անենք այդ մի քիչ ավելի ընդհանուր դեպքում, ուրեմն ունենք RM տարածությունը, ստեղ ֆիքսենք մեր հենքը E1, EM, եւ ունենք RN տարածությունը, որտեղ ֆիքսում ենք, հավասար չի էս երկի, RM տարածությունը, որտեղ ֆիքսում ենք F1, FN հենքը։ Ուրեմն այն ինչ որ ասում եմ, չի ենթադրում, որ այս մեր ստանդարտ հենքերն են, այսինքն 1 ինչ որ մի կոորդինատի համար 0 ամենուրեք, բացի այդ կոորդինատից մնացած բոլոր տեղերը 0։ Այսինքն ես կարող եմ վերցնել RM-ը, ցանկացած հենք վերցնեմ, այս մեր թեորեմը, որը ես շապացուցեցի, ասում է, որ կունենամ ուղիղ n վեկտոր, եւ RN տարածության մեջ վերցնում եմ ցանկացած հենք։ Այն հենց այս պայից սկսած ես կարող եմ սահմանել փոխմիարժեք համապատասխանություն գծային արտապատկերումների, այսինքն գծային ֆունկցիաների, RM-ից RN եւ մատրիցների մեջ։ Ուրեմն ո՞նց ենք այդ անում։ Վերցնում եմ L եժին, որտեղ ժին բնականաբար փոխվում է 1-ից m, L եժին ինքը տար է RN-ում։ Հետևաբար, քանի որ F1 FN-ը հենք է, ես իրեն կարող եմ ներկայացնել F1 FN-ի գծային կոմբինացիայի տեսքով L եժին հավասար է գումար եկեք փոխեմ նշանակումը, եկեք ստեղ y գրեմ, հա, հեսա պարզ կդառնան չի։ L E I ստեղ վերցրեմ գումար, ժին հավասար է մեկից n, Պաստորեն ճիշտ էր բան գրել։ Ուղղակի ուզեմ, որ իժի առաջանա մատրից բանի գործակիցներում, եկեք վերադառնանք նախորդ տարբերակին։ G, ստեղ in հավասար է 1-ից n, A, I, G, FI։ Ես ունեմ L եժի վեկտորը։ Հետևաբար իրան կարող եմ վերլուծել F1, FN հենքում, ես կստանամ ինչ որ գործակիցներ, որը ես նշանակում եմ AIG։ Այսինքն, եթե ես պատկերացնեմ, որ ես AIG-ին ինչ որ մատրից է, ապա ես L-ին անպատասխանության ներդրեցի հետևյալ մատրիցը։ L-ին անպատասխանության դրեցի A մատրիցը, որի սյունյակներում ես գրել եմ, որի G-երորդ սյունյակում ես գրել եմ L եժի կոորդինատները F-ի բազիսում, այսինքն եթե օրինակ G հավասար է 1-ի, ես ստեղ ստացել եմ A1, 1, A2, 1 եւ այլն AN1։ Այս մեր իմ L E1-ի կոորդինատներն են F1 FN հենքում։ Երբ G հավասար է 2-ի, ես ստանում եմ A1, 2, A2, 2 եւ այլն AN2։ Շարունակում եմ այս ձևով, վերջի սյունյակում, երբ G-ն հավասար է m-ի, ես ստանում եմ A1m, A2m եւ ANm։ Ուրեմն այս L E2-ներ, վերջինը L EM-ներ։ Այսինքն ունեմ L գծային արտապատկերումը, ես L գծային արտապատկերմանը համապատասխանության մեջ դրեցի A մատրիցը։ Ուրեմն A մատրիցը ինքը կախված է հենքի ընտրություններից, հենքերի ընտրություններից։ Այսինքն A մատրիցը օբյեկտիվ իրականություն չի, ինքը կախված է հենքերի ընտրություններից։ Հենքը փոխեմ, մատրիցը փոխվելու է։ Հիմա եկեք նայենք, թե ինչ է տալիս մեր այս նախորդ հաշվարկը։ Եկեք վերցնենք x վեկտորը,
որ հավասար է գումար J-ին հավասար է 1-ից M XG YG, ընդ որում ստեղ XG-ին լավ, եկեք CG գրեմ, որ շեշտեմ, որ իրականում հենքի ընտրությունը ոչ մի նշանակություն չունի։ Ենթադրենք ինչ-որ հենք եմ ընտրել, որը պարտադիր չի իմ ստանդարտ հենքը լինի, բայց եթե ուզում եք կարող եք ենթադրել, որ սրանք երկուսն են իմ ստանդարտ հենքերն են։ X ներկայացրել եմ գծային կոմբինացիայի տեսքով, ես հիմա ուզում եմ հաշվել LX-ը։ LX-ը, ինչ է նշանակում հաշվել LX-ը, նշանակում է LX-ը ներկայացնել F1, Fn հենքի վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։ Եկեք գրենք, որ մեզ հավասար է, ես L-ը պետք է կիրառեմ CG YG-ի վրա։ CG YG, J-ին հավասար է 1-ից M։ Ես անում եմ լրիվ նույն բանը ինչ-որ ստեղ, այսինքն ինչ եմ ստանում, ես հավասար է գումար, J-ին հավասար է 1-ից M, CG, LYG։ Հիմա LYG համար ես ունեի ես արտահայտությունը, եկեք տեղադրենք։ Ուրեմն մի հատ նորից գրենք, LX-ը հավասար է գումար J-ին հավասար է 1-ից M, CG, գումար, LYG-ի փոխարեն ես տեղադրում եմ ես արտահայտությունը, ին հավասար է 1-ից N, ու ինչ եմ ստանում A, I, G, F, I։ Փոխանք գումարների հեշտականությունը, սկզբից վերցնեմ գումար ըստ I, ին հավասար է 1-ից N, F-ին կախված չի G-ից, ես կարող եմ F-ին գրել դիմացը, ստեղ կստանամ, ընդ որում F-ին վեկտոր է։ Ստեղ նկատենք, որ F-ին վեկտոր է եւ ոչ թե թիվ։ Ստեղ կստանամ գումար, J-ին հավասար է 1-ից M, A, I, G, CG։ Այսինքն LX վեկտորը F-ի հենքում ունենում է այս կոորդինատները։ Մի հատ նորից։ Ես վերցրել եմ RM տարածության մեջ E1 EM հեմքը, պարտադիր չի որ լինի մեր ստանդարտ հեմքը, բայց կարող եք ենթադրել, որ դա է։ RN-ում վերցրել եմ FM FN հենքը, այսինքն ես ֆիքսել եմ հենքեր որոշման տիրույթի եւ արժեքների տիրույթում, այս պայից սկսած կարող եմ կառուցել հետևյալ մատրիցը։ L եժին վեկտոր RN-ում կարող եմ ներկայացնել F-ների գծային կոմբինացիայի տեսքով։ Համապատասխան կոորդինատները նշանակում եմ IG-ով եւ այս AIG թվերը, ուրեմն կա M հատ G եւ N հատ I, ես ստանում եմ N անգամ M չափի մատրիցը։ Ուրեմն այս մատրիցը ունի N տող եւ M սյունյակ։ Տրված գծային արտապատկերմանը ես համապատասխանության մեջ դրեցի մատրից։ Ինչի է հարմար այս մատրիցը, որովհետև եթե ես վերցրեմ ցանկացած x վեկտոր, ապա LX-ը պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ կարելի է ներկայացնել այս տեսքով FI հենքի վեկտորները անգամ սա։ Բայց այս ինչ է։ S հեշտ է նկատել, ուրեմն ստեղ կա n հատ թիվ, ճիշտ է։ Ըստ n-ի վերցրել եմ գումար, ես ունեմ n թիվ, ին փոխվում է 1-ից n։ Ես ստացել եմ, որ LX-ը, եթե իրան ուզում եմ գրել FI հենքի միջոցով, այսինքն եթե ես ուզում եմ գրել գումար ին հավասար է 1-ից n, ինչ որ գործակիցներ, ասենք DI, որը բնականաբար կախված կլինի LX-ից անգամ FI, ապա այս DI-ները միարժեք որոշվում են հետևյալ ձևով։ Կամ եկեք պարզապես գրեմ LX-ի երրորդ կոորդինատ, սրա փոխարեն, որպեսզի ավելի արտահայտիչ լինի, ես վերցնում եմ LX վեկտորը ու գրում եմ իր երրորդ կոորդինատը F-ի հենքում։ Այս բոլոր կոորդինատները իրար հետ LX-ին հավասար է գումար, J-ին հավասար է 1-ից M,
AIJ եւ CJ-ին ով էր x-ի կոորդինատներ y-ի հենքում։ Եկեք ստրեմ անուն դնեմ xj։ Այսինքն որպեսզի ես ստանամ lx1 եւ այլն lxn վեկտորը, ինչ պետք է անեմ, ես պարզապես վերցրել եմ իմ մատրիցը a11 a1m եւ այլն an1 an m եւ բազմապատկել եմ x1 xm-ով։ Այսինքն ցանկացած գծային արտապատկերման ես համապատասխանության մեջ դրեցի մատրից։ Եվ հակառակը, եթե ես ունեմ մատրից, ապա այս բանաձևերը ինձ տալիս են գծային արտապատկերում։ Այսինքն կա n պահից սկսած, երբ ես ֆիքսեցի հենքերը որոշման տիրույթում եւ արժեքների տիրույթում, առաջանում է փոխմիարժեք համապատասխանություն գծային արտապատկերումների եւ մատրիցների միջև։ Ուրեմն գծային արտապատկերումները ինչ կարելի է անել։ Գծային արտապատկերումները կարելի է գումարել եւ բացապատկել թվով։ Այսինքն եթե ես ունեմ երկու գծային արտապատկերում AB, այգե գծային արտապատկերումները ուրեմն նշանակում գծային արտապատկերումների տարածությունը ես կնշանակեմ L, որը գնում է RM-ից Rn։ Սա գծային արտապատկերումներն են։ Ուրեմն գծային արտապատկերումների տարածությունը հենց ինքն է գծային տարածություն նաև, որովհետև եթե ես ունեմ երկու գծային արտապատկերում, ապա ու ես ունեմ մի սկալար, այսինքն իրական թիվ, ապա կարող եմ կառուցել C անգամ A գումարած B գծային արտապատկերումը։ Ոնց է գործում այս գծային արտապատկերումը, եթե ես ուզում եմ հաշվել CA գումարած B-ի արժեքը x-ի վրա, պարզապես վերցնում եմ C-ն բազմապատկում եմ AX-ով եւ գումարում եմ BX-ը։ Թողնում եմ ձեզ ինքնուրույն ապացուցելու համար, որ n ինչ որ ստացվում է նույնպես գծային արտապատկերում է։ Այսինքն սա գծային տարածություն է, սրա տարերը ես կարող եմ գումարել իրար եւ բազմապատկել թվով։ Բաստորեն, եթե գծային տարածություններ չեք անցել նաև թե ինչ է նշանակում շապողականություն։ Ուրեմն, եկեք ասես մի խնդիր տամ ու դրանով ավարտենք։ Խնդիր կառուցել հենք այս սրա մեջ։ LRN RM-ում։ Ու մասնավորապես համոզել, որ այդ հենքը կունենա m անգամ n թվով տարեր։ Այն կազմված կլինի ունենա n անգամ m տար։ Շատ լավ, ինձ թվում է այսօր սրանով ավարտենք, այսինքն հիմնական բանը այս գծային արտապատկերումների համար այն էր, որ գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն գծային արտապատկերումների եւ m անգամ n չափի մատրիցների մեջ։ Այսինքն այն, որ ցանկացած L-ի համապատասխանում է մատրից մենք համոզվեցինք, հիմա հակառակ ուղղությամբ էլ է ճիշտ, եթե ունենք մատրից,
Կարող ենք սահմանել գծային արտապատկերը այս բանաձևերով։ Առաջարկում եմ ինքնուրույն գրեք, այս նաև հնարավորություն կտա կառուցել հենք այս տարածության մեջ։ Պարզապես կարող եք վերցնել n մատրիցները, որտեղ մի տար հավասար է 1-ի, մնացած բոլորը 0 են։ Միղասկով, մի քիչ պետք է փորձեք ինքնուրույն աշխատել սրա վրա, որտեղ մենք շատ ժամանակ չունենք ես ավելի մանրամասն ուսումնասիրելու, ընդհանրապես ոչինչ վատ բան չկա։ Մի անգամ բավական է գրեք, ամեն ինչ պարզ կդառնա, այսինքն 3 փաստ սա գծային տարածություն է, կա փոխմիարժեք համապատասխանություն այս տարածության եւ մատրիցների մեջ եւ չափողականությունը հավասար է n անգամ m-ի։ Այսինքն ցանկացած հենք կունենա այսքան տար։ Փորձեք ես ամեն ինչը ինքնուրույն մի քիչ հասկանալ իմի բերել, հաջորդ անգամ կուսումնասիրենք այս նորմի հասկացողությունը եւ մասնավորապես կսահմանենք նորմ այս տարածության մեջ ու արդեն ամեն ինչ պատրաստ կլինի մի քանի փոխողականի ֆունկցիաների դիֆերենցիալները սահմանելու համար։ Լավ, այսօր այսքանը, արդյոք կան հարցեր։ Մենք ինչ խնդիր ունենք, որ պետք է լուծել։ Ուրեմն, եթե դուք նկատի ունեք այն երկու միավորանոց խնդիրները, ապա կար երկու խնդիր։ Մեկը այս էր, այս երկար բարակ գրած, որ x-ը կոմպակտ է, f-ը անընդհատ, ապա fx-ը կոմպակտ է, իսկ մյուսը, մի րոպե, այս առաջինն էր, երկրորդը որն էր։ Երկրորդը խնդիրը, որ հարցերեցի այդ հաջորդական սահմանները կան։ Այո, երկրորդը, այո, բանի մեջ չկա։ Հաջորդական, այո, երկրորդ խնդիրը այդ սահմանների վերաբերյալ է։ Ուրեմն ունենք f(x, y) ֆունկցիա, ուրեմն խնդիր, լավ, եկեք էլ գրենք։ Խնդիր։ Ունենք f ֆունկցիան, որը որոշված է R2-ից R, ու ենթադրում ենք, որ գոյություն ունի սահման, երբ x, y-ը ձգտում է 0,0-ի, fx, y-ի, և գոյություն ունի հաջորդական սահմանները, այսինքն իրականում բավական է 1-ի համար ապահովել։ Գոյություն է կրկնակի սահմանը և հաջորդական սահմանները։ Ճիշտ է արդյոք, որ սրանք համընկնում են։ Ճիշտ է արդյոք, որ այս սահմանները համընկնում են։ Այսինքն իհարկե քո ասած մի քիչ ավելի ուրիշ դեպք է, չասեմ ավելի բարդ կամ ավելի բարձ, երկու սահմանի գոյություն ենք ենթադրում ու հարցերն են արդյոք այդ երեքը համընկնում են թե ոչ։ Բայց կարող եք սկսել սրանից, ունենք կրկնակի սահման, ունենք հաջորդական սահման, ճիշտ է, որ այս երկուսը պարտավոր են իրար հավասար լինել։ Պետք է մտածել, դժվար բան չկա, իմ կարծիքով սահմանումից կամ միանգամից պարզ կլինի, որ իրանք պետք է հավասար լինեն, կամ էլ պարզվի, որ չի ստացվում, ապա այդ դեպքում պետք է օրինակ կառուցել։ Ճիշտ է, որ այդ երևի թե մեր խնդիրների մեջ պարզապես մեկը գոյություն ուներ, մյուսը գոյություն չուներ։ Իմ կարծիքով ճիշտ է լինելու, որ երկուսն էլ հավասար են, եթե գոյություն ունեն։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկա, ապա այսօր այսքանը կհանդիպենք երկուշաբթի։ Տեսություն բոլորին։